Տարին մեկնարկել է բավականին հարկային փոփոխություններով, այսպես ասած ռեֆորմներով, թանկացումներով, իսկ թե դրա հետևանքով ինչ խնդիրներ են առաջացել։ Մեր հասարակության առջև կփորձենք քննարկել այսօր մեր մասնագետների հետ։ Հասկանում, պետությունը պետք է, ուզում է վերահսկողություն անի, ուզում է հետևի, ուզում է բիզնեսին անի, բայց չէ ուզում իմ հաշվին անի։ Ես դեմ եմ օրինակ երեխաների ապաինստիտուցիոնալ խնամքի ներդրմանը Հայաստանի Հանրապետությունում ամենևին, որովհետև բնականաբար ինստիտուցիոնալ խնամքը ցանկալի երևույթ չէ եւ պետությունները, կառավարությունները դա նվազեցնելու ուղղված քաղաքականություն են վարել տարիներ։ Ցավոք այսօր որոշում կայացրող մարդիկ եւ օրենքի նախագիծ ներկայացրող մարդիկ քաղաքական առումով շարժվում են իրենց նեղ կուսակցական շահերը։ Հայրենանվեր գործունեություն է իրականացնում Հանոց Ծառուկյանը, որ չի ակնկալում դիվիդենդ, խնդրում ճիշտ չի ակնկալում, որ այդ դիվիդենդը գնում է կուսակցությանը, բայց նաև դրանով կոչ է անում, որ նաև կարող ուժերը նաև այդ մոտեցումը որդեգրեն։